Ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլորիդ, Աստված օրհնի ձեզ։ Մի քարոզ եմ պատրաստել, որ վերնագրել եմ ճանաչում Աստծուց, ճանաչվել Աստծուց։ Մենք միշտ խոսում ենք, քարոզում ենք, որ ճանաչեցեք Աստծուն, բայց այս անգամվա իմ քարոզը կան նրանում, որ պետքա եւ շատ ավելի կարեւոր է, դրանից կարեւոր է, որ Աստված մեզ ճանաչի։ Մեր կյանքերում այնքան դժվարություններ են լինում, այնքան խնդիրների հետ ենք առնչվում։ Մեր Աստված ճանաչողությունը չերիքելու պատճառով մենք մեր տարբերակներով ենք լուծում այդ հարցերը, բայց երբ որ մենք Աստծուց ենք ճանաչված, երբ որ Աստված է մեզ ճանաչում, դու ամբողջովին գտնում ես Աստծո ծածկոցի տակ եւ նրա ձեռքը քեզ առաջնորդում է։ Եվ մի քանի տեղեր եմ կարդալու, ուզում եմ հենց տեղից էլ մտնենք ուրեմն քարոզի մեջ, Մատթեոս 7:23-ն է։ Շատերը կասեն ինձ այն օրը. Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, եւ քո անունով դևեր հանեցինք, եւ քո անունով զորություններ գործեցինք, եւ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դեն գնացեք, ով անօրություն գործողներ։ Հետաքրքիր է, որ այո, երբեք չեմ էլ ճանաչել։ Երկու ուզում եմ բառերի վրա ուշադրություն դարձնենք, որ ասում է երբեք չեմ ճանաչել, երկրորդ ասում է անօրություն գործողներ։ Սրա վրա ուզում եմ մի փոքր կենտրոնանանք։ Պատկերացրեք, մեկ է լինելու այդ օրը, որ մենք բոլորս կանգնելու ենք Աստծո առաջ։ Բոլորս կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առաջ եւ գիտեք մի բան կա, որ միգուցե դու հրաշքներ ես արել, զորություններ ես արել, հա? Չգիտեմ, մարգարեություն ես արել, ստեղ ասում է, բայց հետը մի բան էլ ես արել, անօրենություն։ Ամեն մեղք դա անօրենություն է։ Եվ երբ որ մարդը անօրենություն է գործում, դա փչացնում է այն բոլորը, ինչ որ դու արել ես։ Ես չնայած կասկածում եմ, որ իմ մտածելակերպն է սա, ես չգիտեմ, կասկածում եմ, որ այդ մարդիկ իրապես մարգարեացել են, իրապես, կարծում եմ, որ դրանք պատզելկեք են եղել։ Ես տենց եմ մտածում, կարող է սխալվում եմ, բայց տենց եմ մտածում։ Քո անունով, Տեր, մենք քո անունով ենք մարգարեացել, 22 խոսքը դրեք, էլի մի հատ։ Շատերը կասեն այն օրը, Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք, քո անունով շատ զորություններ գործեցինք։ Ինձ թվում է բոլորը կեղծիք է եղել։ Իրականություն չի եղել։ Դա չեմ ասում հենց սենց է ու վերջին պես հավատացեք, բայց ես եմ այդպես հավատում։ Ես չեմ հավատում, որ մեկը առանց Աստծո հետ լինելու, հա, կարողանա նման որևէ գործողություն անել։ Ես այդպես եմ մտածում, չգիտեմ։ Բայց դրա վրա չեմ ուզում կենտրոնանալ։ 23-րդ խոսքում ասում է եւ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել։ Աստծո կողմից ճանաչում չեն ունեցել այդ մարդիկ։ Հիմա շատերը կարող են ասել, հա, որ մենք ում ասեմ, երկրի պրեզիդենտին ասենք, մենք ճանաչում ենք երկրի պրեզիդենտին։ Բայց դու ինքը ձեզ ճանաչում է։ Ինքը քեզ չի ճանաչում։ Շատերը երեք իմացա, էլի Արմեն ախպերս գնացել էր Սարատովի կողմերը, այնտեղ մի եղբոր հետ էր հանդիպել, ասել էր ես ճանաչում եմ աղաջան։ Ճիշտն ասած ես չեմ հիշում իրան, բայց նկարը որ ուղարկեց, տեսա որ միտեղ հանդիպել ենք, միտեղ նկարվել ենք իրար հետ։ Ես չէի հիշում իրականից։ Մի եթե մենք պատահական միտեղ փողոցում տեսնենք, ես չէի ճանաչի իրան։ Սա կարևոր է երկկողմանի ճանաչողությունը։ Աստծուց մենք Աստծուն ճանաչենք եւ Աստված էլ մեզ ճանաչի։ Շատ լավ։
դա շատ սկզբնական է, որովհետև դու չես կարող Տիրոջ անունով գործել, հետնել, անօրենություն գործել։ Ռուսերենում միտեղ ասում է անօրենություն, միտեղ ասում է ուրեմն զլո, չար գործել։ Եվ ես դրա համար կոչ եմ անում, որ մենք որ ապրում ենք, մեր Աստծո առաջ ենք ապրում, մենք որ գործում ենք, Աստծո առաջ ենք գործում, ամեն անօրենություն մեղք է, զգուշ լինենք մեր ապրած կյանքից, որովհետև մենք երբ որ Աստված մի անի, անօրենության մեջ ենք հարատևում, Աստված ընդհանրապես չի ճանաչում, Աստված քեզ կմերժի, ասի որ, չէ, հիմա դու կարող ես հարցնել, բա Աստված ամենակարող է, չէ, ամենագետ է, կարա ճանաչի, այտենց գիտի, որ անօրենություն գործող ես, բայց չի ճանաչում, պրիզնատ չի գալի, այս մտքով այլի, որպեսզի հասկանանք։ Եթե սրան զուգահեռ մի երկու տեղ կարդանք, ուրեմն երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլուխ 19 խոսքը։ Խնդրում եմ ժողովուրդ ջան, ստե այս կարդացածի ամեն բառին ուշադրություն դարձնեք, բայց Աստծո հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքը ունի, թե Տերը ճանաչում է նրանց, որ իրենն են, եւ թե ետ կենան անիրավությունից այն ամենը, որ Քրիստոսի անունը կանչում են։ Մի հատ սրա ռուսերենը կարող ենք դնել, բայց նոր թարգմանությունը, եթե կա օգնեցեք։ Но твердо основание Божие стоит, имеет печать сию. Познал Господь своих։ Աստծո փեչատը, տեսեք, ես փեչատը վերցրել եմ ինձ հետ, եկեղեցու փեչատն է սա մեր, եւ այստեղ մանր տառերով գրած է, որ Христиан вера евангельский пятидесятников, так, եւ այլն։ Մեր փեչատի վրա բան կա գրած։ Եվ Աստծո փեչատի վրա твердо основание заложено Богом։ Մի հատ հայերեն նորից դնենք, բայց Աստծո հաստատ հիմքը կանգնած է, Աստծո հաստատ հիմքը այսպես է, այս կնիքը ունի, սենց բան կա գրած նրա փեչատի վրա, թե Տերը ճանաչում է նրանց, որ իրենն են։ Գիտեք, երբ որ 5 տակարանում տաճարը կառուցվեց, տաճարի ամեն անոթների վրա, որ օգտագործվում էր, բան էր գրվում, Գոդեշ լե Եհովա, Գոդեշ լե Եհովա, սա Աստծուն է պատկանում, սա Աստծունն է, այսինքն ամեն մի անոթ ճանաչված էր Աստծու կողմից, օգտագործվում էր Աստծո փառքի համար։ Աստծո կնիքը այսպես է, որ ես իմիններին ճանաչում եմ, թե Տերը ճանաչում է նրանց, որ իրենն են եւ շարունակությունը, եւ թե ետ կենան անիրավությունից այն ամենը, որ Քրիստոսի անունը կանչում են։ Նորից եկանք այն նույն տեղը, որ ասացի, այն օրը, որ Տերը կանգնելու ենք Տիրոջ առաջ, ասելու է, տեսեք, նրանց, որոնք որ իրենն են, ասելու է, բարի հավատարիմ ծառա, մտիկ քո արքայությունը քեզ համար պատրաստված։ Բայց նրանք, որ անօրենություն են գործում, ասում է, հետից գնացեք, ձեզ չեմ ճանաչում, ով անօրենություն գործողներ։ Ստեղ ասում է, Տիրոջ փեչատը այս է, սա է Տիրոջ փեչատը, որ Տերը ճանաչում է նրանց, որ իրանն են, եւ թող հետ քաշվեն ամեն անիրավությունից, ամեն անօրենությունից, ամեն մեղքից, հեռու մնան նրանք, ովքեր որ Տիրոջ անունը, Քրիստոսի անունը կանչում են։ Այսինքն դրանք այդ ժողովուրդը, որ Տիրոջն է, թող անիրավությունից, անօրենությունից հետ կենա։ Հիմա ես չեմ կարող հասկանալ, եթե մեկը համ Քրիստոսի անունն է կանչում, համ անարգում է խոսքով մեկին, համ բամբասում է, համ չարախոսում է, համ հայհոյում է, կամ, չգիտեմ, չարախոսել մեկի մասին արդեն իսկ դա անօրենություն է։ Դրա համար ես շատ եմ խնդրում,
Սիրելի եկեղեցի, մենք մեզ սրբացնենք, զգուշությամբ անենք այս քայլը, որ տենց հեշտ ու հանգիստ մեղքի մեջ մի տրվեք, մեղքին մի տրվեք, ձեզ պահեցեք, ձեր զգացմունքները պահեցեք, ամենաշատը զգուշացեք ձեր բերանի խոսքերից, որովհետև ամեն անօրություն Աստծո արդարությունը չի գործում եւ Աստծո բարկությունն է գալիս դրա վրա, ավելին ասեմ, երբ որ կկանգնենք Քրիստոսի առաջ Աստված միանի, չլսենք Աստված միանի, որ լսենք այս բառերը, որ հեռու գնացեք, ես ձեզ չեմ ճանաչել, նույնիսկ այն ժամանակ էլ չեմ ճանաչել։ Բայց որոնք որ Քրիստոսի անունն են կանչում, իսկ մենք այստեղ Քրիստոսի անունն ենք կանչում, հավաքվել ենք, ամեն, թող եւ թե ետ կենան անիրավությունից այն ամենը, որ Քրիստոսի անունը կանչում են։ Այդ ամեն տեսակի անիրավությունից։ Թույլ տվեք շարունակել ելի մի երկու տեղ կարդամ, հա, միտքս ավելի բարձրացնելու համար։ Ուրեմն Ղուկասի ավետարան 4-րդ գլխի 25-ից 26 խոսքերը։ Արդարև ասում եմ ձեզ, որ Եղիայի օրոք Իսրայելում շատ այրեր կային։ Այն ժամանակ երկինքը 3 տարի ու 6 ամիս փակվեց եւ ամբողջ երկրով մեծ սով եղավ եւ Եղիան նրանցից ոչ ոքի մոտ չուղարկվեց, այլ միան Սիդոնացիների Սարեպթա քաղաքը մի այրի կնոջ մոտ։ Հետաքրքիր է, որ երկիրը սով եղավ, 3 տարի ու կես անձրև չեղավ, բայց Աստված Եղիային առաջնորդեց մի հասցե գիտեր։ Ես ուզում եմ հասկանամ, աստեղ սենց ասում, ասում այդ օրերին շատ որբևարիններ կային, շատ այրիններ կային, շատերը կային, բայց այդ մեկին ճանաչում էր Աստված։ Ճշմարիտությամբ ասում եմ ձեզ, թե Եղիայի օրերին Իսրայելի մեջ շատ որբևարիններ կային։ Երբ որ երկինքը 3 տարի 6 ամիս փակվեցավ, այնտեղ որ բոլորը երկրի վրա մեծ սով եղավ, իսկ Եղիային Աստված ասեց, ուր գնա, եւ Եղիան նրանցից ոչ ոքի մոտ չուղարկվեցավ, բայց միայն Սիդոնացիների Սարեպթա մի որբևարի կնոջ մոտ։ Ասենք այսօր սենց բերենք, այդ որբևարի կնոջ ուզում եմ համեմատեմ եկեղեցու հետ։ Այսօր շատ եկեղեցիներ կան։ Այսօր շատ հավաքույթներ կան, շատ ժողովուրդ կան, շատ հարանվանություններ կան, հա? Շատ, չգիտեմ, կարող ենք թվարկել, որ խոսքս մենակ ավետարանական եկեղեցիները չեն, նաև կաթոլիկ եկեղեցին կա, առաքելական եկեղեցին կա, ուղղափառ եկեղեցին կա եւ այլն։ Մեթոդիստներ կան, բապտիստներ կան, շատ մկրտական եկեղեցիներ, շատ եւ այլն, կարելի է թվարկել այս թիվը։ Այո, ադվենտիստներ կան, շատ կան։ Ում մոտ է ուղարկվում Եղիան։ Աստծո սենց բերեք Եղիային ներկայացնենք, որպես Աստծո զորություն, որպես Աստծո ուղարկած, որպես Աստծո պարգև, որի մոտ ուղարկվեցավ։ Շատ որբևարիններ կային այդ ժամանակ, բայց Եղիան ում կողմից ճանաչվեց, Աստված ում կողմից ճանաչեց, ներողություն, ով Աստծո կողմից ճանաչվեց, շեշտը սրա վրա եմ ուզում, այդ որբևարին, այդ Սարեպթացի որբևարի կնոջը Աստված ճանաչում էր, նրա սիրտը գիտեր եւ այլն եւ այլն։ Սրա նման մի քանի օրինակներ կան, որոնց վրա ուզել եմ շեշտ դնենք, ուրեմն Հովանու առաջին գլխի 47-ից 51 խոսքերը։ Մի հատ էստեղ էլ ուշադրություն դարձեք։ Հիսուսը տեսավ Նաթանայելին իր մոտ գալիս եւ ասեց նրա համար. Ահա ճիշտ իսրայելացի, որի մեջ նենգություն չկա։ Նաթանայելը ասում է նրան. Ինչ տեղից ես ճանաչում ինձ, որտեղից ես ինձ ճանաչում։
Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Փիլիպոսը դեռ քեզ չկանչած, քեզ տեսա, որ թզենու տակին էիր։ Նաթանայելը պատասխանեց եւ ասեց. Ռաբի, դու Աստծո որդի ես, դու ես Իսրայելի թագավորը։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. որտեւ ես ասեցի, թե քեզ թզենու տակ տեսա, հավատում ես, սրանից էլ ավելի մեծ բաներ կտեսնես եւ նրան ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, այսուհետև կտեսնեք երկինքը բացված եւ Աստծո հրեշտակները մարդու որդու վրա ելնելիս եւ իջնելիս։ Երբ որ երկինքը գիտի քո հասցը։ Մի քիչ հետո այդ մասին կխոսենք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, երբ որ Հիսուսը այսպես խոսում է, մի կարևոր բան, երբ որ Նաթանայելը գալիս է իր մոտ։ Եվ Հիսուսը արդեն ճանաչում է իրեն։ Նաթանայելն ասում, ահա ճշմարիտ իսրայելացի, որի մեջ նենգություն չկա։ Նու ստե գրածա ճիշտ մի հատ կուզեմ դնեք 47 խոսքը, հա։ Հիսուսը տեսավ Նաթանայելին նրա մոտ գալիս եւ ասեց նրան. ահա ճիշտ իսրայելացի։ Ճիշտ իսրայելացի։ Այ ճիշտ մարդը է, մարդը։ Գիտես, կուզեմ որ մեր ամեն մեկը կերազեր, որ Հիսուսը իր մասին ասեր, այս մարդը ճիշտ մարդ է։ Նաթանայելին տեսավ, ասավ ճիշտ մարդ է։ Մեջը նենգություն չկա։ Եվ գիտեք ինչն էր զարմանալի, հաջորդ 40-ում, եւ Նաթանայելն ասում է, բանձի որտուց ես ճանաչում։ Մենք ոչ ճանոթ ենք, ոչ հանդիպել ենք, դու որտուց ես գիտես, որտուց ես ինձ ճանաչում, ո՞նց ես ճանաչում իմ սիրտը։ Երբ որ Հիսուսը ասեց, որ միայն Աստված կարող է տարածության վրա տեսնել հեռուներում, ինչ է կատարվում։ Երբ որ ասեց, որ դեռ Փիլիպոսը քեզ չկանչած, ես չգիտեմ մետորներ կանչել, թե դրանից մի քանի օր շուտեր կանչել, չգիտեմ։ Ինչ կար, բայց ընդ է նույնիսկ թզենու այդ տեղն էլ գիտեր որտեղ է գտնվում։ Ու ասավ ընդեղ, երբ որ դու ընդեղ էիր, երբ որ քեզ կանչեց, ես տեսա։ Փիլիպոս դեռ քեզ չկանչած, քեզ տեսա։ Այդ օրը որ դու պատվալում աղոթում էիր, ես քեզ տեսա։ Մարինե, այն որ դու քո սենյակում ծնունդի վրա աղոթում էիր, ես քեզ տեսա։ Այն որ դու բարձրանում էիր տանիքդ, աղոթք էիր անում, ես քեզ տեսա։ Այն որ գնացիր այգին առանձին աղոթք անես, ես քեզ տեսա։ Կամ ոչ աղոթելը, դու դեռ ընդեղ, ես քեզ տեսա, որ դու իմ մասին էիր մտածում, խորհում էիր, չգիտեմ։ Ես քեզ տեսա։ Սա ինձ համար շատ կարևոր է, որ Աստված ճանաչի մեզ, որ Աստծո աչքը մեզ վրա լինի։ Նաթանայելը իհարկե ասեց, դրանց հետո Նաթանայելը պատասխանեց, ասեց, Ռաբի, դու Աստծո որդի ես, դու ես Իսրայելի թագավորը։ Ասեց, քանի որ ասեցի, դրա համար ես տենց ասում։ Բայց սրանից հետո ավելի մեծ բաներ ես տեսնելու ու կտեսնես, թե ինչպես են հրեշտակները, երկինքը բացված, հրեշտակները մարդու վրա իջնում եւ բարձրանում։ Ով է հիշում, երբ որ Հովսեփը Հակոբի երազ տեսավ, հա, երբ որ երկինքը բացվեց եւ հրեշտակները բարձրամիջնում, այդ տեղի անունը հիշում եք ինչ կոչվեց։ Բեթել, այո, Աստծո տուն։ Այնտեղ, որտեղ որ Աստված իրան հայտնում է, այնտեղ որտեղ հանդիպում կա, այդտեղ Աստծո տուն է կոչվում։ Դերը շատ օրհնի ձեզ Աստծո ժողովուրդ։ Կարող ենք շարունակել, հա, մի փոքր էլի մի երկու այդպես հատվածներով գնանք, որովհետև ուզում եմ քիչ քայլերով առաջ գնանք։ Հիմա Գործք առաքելոց 10-րդ գլուխն եմ ուզում բացանեք, մի մարդու մասին, որ էլ եմ խոսել այդ մասին։ Գործք 10-րդ գլուխ առաջին խոսքից։ Կեսարիայում մի մարդ կար, անունը Կորնելիոս, հարյուրապետ, իտալացի կոչված գնդից։ Տեսեք,
ինքը նույնիսկ հրեա չէր ազգությամբ, հեթանոս էր, իտալացի կոչված գնդից, բարեպաշտ և աստվածավախ, իր բոլոր տնով, շատ ողորմություններ էր անում ժողովրդին և ամեն ժամանակ աղոթք անում դեպի Աստված։ Ստեղ մի երկու րոպե սպասենք։ Տեսեք, ինքը թեկուզ հրեա չէր ազգությամբ, ինքը թեկուզ Իսրայելի քաղաքացի չէր, հեթանոս էր ազգությամբ, բայց աստվածավախ էր, ողորմություններով լիքն էր, ժողովրդին շատ ողորմություն, բարեպաշտ էր, այո, և ամեն ժամանակ աղոթք էր անում դեպի Աստված։ Ուրեմն ստեից մի բան եմ խնդրում ձեզ, որ երբ որ մենք տեսնում ենք, մեկը դեռ չի ապաշխարել, չշտապենք ժամանակից շուտ, իրանց մասին կարծիք կազմել։ Միգուցե այդ մարդը իր ծածկումը շատ ողորմություններ անում, շատ բարեպաշտ կյանք ապրում, բայց պետք է ընդամենը միայն Քրիստոսին ճանաչի եւ վերջ։ Հաջորդ խոսքը, երրորդ խոսքը, ասում է, նա օրվա իբրև 9-րդ ժամին տեսիլքի մեջ հայտնի տեսավ Աստծո հրեշտակը, որ մտնում էր նրա մոտ, ասում էր նրան. Կորնելոս անունով, երկինքը գիտի, երկինքը ճանաչում է Կորնելոսի հասցեն տան, ճանաչում է Կորնելոսին անունով եւ ասում է նա նրան նայելով շատ վախով բռնվեցավ եւ ասեց. Ինչ է Տեր, եւ նա ասեց նրան. Քո աղոթքները ու քո ողորմությունները վեր ելան Աստծո առաջին հիշատակի համար։ Կարծում եմ, սրանից հետո մեր հայ ազգի մոտ պետքա որ մի բառախախ կորի, որ ասում են լավություն անողի գլուխը ծակ է, էսի շատ սխալ արտահայտություն է, չանեք դուք։ Լավություն անողի գլուխը ծակ չի։ Ինչի համար եմ ասում, որովհետև քո ամեն ողորմություն, ամեն քո արած գործ բարձրանում է երկինք հիշատակի համար։ Քո աղոթքները չի կորում։ Քո ողորմությունները, քո բարի գործերը չի կորում։ Գնում է Աստծո առաջ եւ այնտեղ մի գիրք է գրվում Աստծուց վախեցողների համար։ Եվ ամեն բարեպաշտի համար մի առանձին գիրք կա գրված։ Եվ հիշատակի գիրք է կոչվում։ Եվ այդ հիշատակի գրքի մեջ քո ամեն արած թե բարի, թե չար գործերը կհիշատակվի։ Եվ երբ որ մենք կկանգնենք Տիրոջ առաջ, ասում է հատուցում կլինի, թե բարի, թե չար։ Ուստի եկեք ստեղից մի բան սովորենք, որ ասում է դեռ նա Հիսուսին չի ճանաչում, դեռ ապաշխարած չի, դեռ ինքը դեռ Աստծուն չի դարձել, սենց ասեմ, Քրիստոսին չի ճանաչում, բայց արդեն Աստված նրան ճանաչում է եւ ծրագիր ունի նրա հետ, որովհետեւ Աստված մեզ միտեղ գրած է դեռ աշխարհի ստեղծվելուց առաջ մեզ նախասահմանել է, մեզ ծրագրել է իր համար։ Հիմա մենք հավաքվել ենք բոլորս այստեղ, ամեն մեկին թվում է թե դե հելա եկա, ոչ, քեզ համար գիտես ինչքան մեծ գործ արվել։ Եթե երկնքի գործը քո համար քեզ բացեն, դու գիշեր ու ցերեկ շնորհակալությունով լցված կլինես։ Ամբողջ օրը փառք ու պատիվ կտաս Աստծուն, որովհետև քո համար մեծ գործ արվել։ Ռուսերեն բառկա подключились даже ангелы։ Հրեշտակներին էլ միացրել այդ գործի մեջ։ Այդ գործի մեջ միացել են նաև շատ Աստծո մարդիկ։ Գիտես, պետք էր այդպես լիներ։ Աստված նախասահմանել էր, որ ես ծնվեի Ադրբեջանի մի հատ հայկական գյուղում, գայի, հրազդան, Վեներայի հետ մենք պետք է հանդիպեինք ամուսնանայինք, երկուսով մի եկեղեցի գայինք, այդե մեծ գործ արվե, թե ինչպես է իմ ուսուցչուհին ինձ համար աղոթք արե, ոնց եմ ես դարձել եկե, հա? Աստված ինչպես է իր փառքը ցույց տվել 90 թվականներ մայիսի 26-ի գիշերը, երբ Աստծո փառքը բացվեց եւ սկսեցի տեսնել երկինքը բացված, Աստծո հրեշտակներին եւ Աստծո որդին փառքով ոնց է իջնում։ Դարձա Տիրոջը եւ
ծրագիր կար, պետք է այդ ծրագիրը իրականացվեր։ Մի հոգի պատահական Մոսկվայից գալիս է, մենք գնում ենք Մոսկվա սովորում, հետո այնտեղ ճանաչում ենք, ծանոթանում ենք մեր Վարդան եղբոր հետ, հետո իմանում ենք, որ Սամարան ստեղ պետք է ավետարանչություն արվի, որ ծառայությունները սկսվի, հետո Վարդան եղբորը զանգում է ինձ, այդտեղ գիտեք այնքան մարդու է աստեղ գցած մեջ, միջև դու գաս եկեղեցի էլի։ Գերմանիայից մի հոգի ֆինանսավորում է իմ ճանապարհածախսը Չորչով գադը ինձ համար ֆինանսավորել է, որ ես կարողանայի գայի ստեմիսյանության։ Մենք եկել ենք ստեղ Մարինենց հետ ծանոթացանք, Սուսան Քորիկը մեզ ընդունել է։ Վերջերս բոլորը կապված են։ Մի օր սա է ապաշխատ, սա սրան ասել, նա նրան ասել, բոլորը ասենց կապերի մեջ են։ Եվ այս եկեղեցին կայացել է, եւ դու եկել ես այս եկեղեցի։ Նես չի սենց Իրան գնում էր ստացած, մենք սենց ենք նայում, բայց Աստված իրանիներին ճանաչում է։ Մի պատմություն էի լսել, որ չգիտեմ, այդ պատմեմ լավ, շատ կարճ ինչ-որ դպրոցական երեխա է լինում մեկը, շատ չարաճճի է լինում եւ երեխեքը մի երեխայի տենց ոտ ընդնում, ընկնում է, վնասում է իրան, տեղափոխում են ուրիշ դպրոց, վերջը, ընդեղ հանդիպում է մի հզոր մարդու մեջ ճանաչված անձնավորության, որ հետո դառնում է եկեղեցու հովիվ ու մեծ ավետարանչություն է արվում, մեծ ծառայություններ արվում, բանից պարզում է, երբ որ երկինք են գնում, ասում է տենում է այդ ով որ ոտը դրել էր այդ երեխան իրանց դասանի ինքն էլ է այնտեղ աստվածարքայության մեջ։ Ասում է, բայց Տեր, սա ամենաչարն էր, էլի, սա ինչ գործ ունի, թե ասում է իր միսիան դրա մեջ էր կանում, որ ոտը դնի դու ընկնես ու քեզ տեղափոխեն այս քաղաքից այն քաղաք, ասում է։ Իր գործը տեղ վերջացավ, ինքը այդքանը պետք է աներ։ Չար բան է, բայց ասենք, չգիտեմ, տես մի պատմություն եմ լսել։ Մեկի գործը կարող է լինել ընդամենը գնալ եւ այս տեղը այս մարդուն ասել, ավետարանել, շարունակությունը արդեն ուրիշ, նրա շարունակությունը ուրիշ է։ Եվ բոլորը մեկը մյուսի հետ այսպես կապված է։ Կարում եմ ասեմ, հա, ինչ միտքես։ Հիմա դրա մեջ կա նաեւ մեղքի մասը, որ Աստված չի ճանաչում։ Բայց կա նաև իր ժողովուրդը, որոնց ճանաչում է։ Եվ Կորնելիոսին դեռ այն ժամանակից ճանաչում էր։ Քո աղոթները, քո ողորմությունը, քո բարեպաշտությունը Աստծո առաջ հիշատակի համար բարձրացան։ Եվ հիմա հիշվել է քո արածը։ Աստված ուղարկել է իր հրեշտակին Կորնելիոսի տուն։ Հետաքրքիր է մեր երկու բառ կարդանք, էլի 5-րդ խոսքը։ Տեսեք, եւ հիմա մարդիկ ուղարկիր Հոպե եւ կանչիր Սիմոնին, որ Պետրոս է կոչվում։ Պետրոսը բանից խաբար չի։ Այնտեղ Պետրոսը իր համար աղոթք անում եւ հանկարծ երկինքը բացում է, տեսիլք է տենում, թե ինչպես է ամեն տեսակի կենթանիներ իջնում եւ ասենք Աստված ասում է կեր, ասում է ես պիղծ բան չեմ կերել, վերջը այդ տեսիլքը բացատրում է իրան, որ դա հեթանոսներն են, մի վախեցի, ես հեթանոսներին եմ ընտրել, դու պիտի գնաս ծառայես, հլա շարունակություն դիր, եւ նա հյուր էր Կաշեգործ Սիմոնի մոտ, որի տունը ծովի մոտ էր, նա կասե քեզ ինչ պետք է անես։ Հետաքրքիր է, չէ, Աստված Կաշվեգործ Սիմոնի տան տեղն էլ գիտեր, հասցնել գիտեր, ինքը ստեղ հյուր է գնացել, դու կգնաս այսինչ հասցեով, այնտեղ քեզ սպասող կա։ Այդ տեսեք, եւ վերջը Կորնելիոսը ընդունում է, մկրտվում է ամբողջ ընտանիքը, եւ լավ շարունակենք, այսպեսով այս ընտանիքը փրկվում է, բայց դրա հետ միասին տեսեք ինչքան մարդիկ են պատկլուչից է եղել այդ գործի մեջ, պլյուս հրեշտակները, ես մտածում եմ, շատ բաներ էլ գրած չի։ Երբ Աստված ճանաչում է քեզ, երբ Աստված ճանաչում է քո հասցեն, երբ Աստված գիտի քեզ անձամբ։ Եթե դժվար չի Հովանու ավետարան 10-րդ գլուխ 15-17 խոսքերը։ Ինչպես հայրն է ինձ ճանաչում։ Ես էլ ճանաչում եմ հորը եւ իմ անձը դնում եմ իմ ոչխարների համար։ Եվ ուրիշ ոչխարներ ունեմ, որ այս գավեթից չեն,
Եվ նրանց էլ պետք է բերեմ, եւ իմ ձայնը լսեն, եւ մի հոտ կլինի։ Իսկ 14 խոսքը կարող ես դնել, ինձ թվում է այստեղ պետքա լինի։ Թարգմանությունների մեջ մի խոսք էս կոմենկոմ տարբերություն կա։ Ես եմ բարի հովիվը, ես իմինիներին ճանաչում եմ։ Սրա վրա եմ ուզում հենց կանգնենք։ Ես իմինիներին ճանաչում եմ, Աստված ասում։ Իմինիներին ճանաչում եմ, եւ իմիններից էլ ճանաչվում եմ, բայց ես իմինիներին գիտեմ։ Մենք որ ուզում ենք զանազանենք, օրինակ ես որ գնացել եմ արտասահման, ասես լսում եմ, բոլորը անծանոթ լեզու են խոսում։ Մեկ էլ մի տղա, մի աղջկա, ասես поднимись։ Օ, ասեցի, родной язык։ Այդ ավտոբուսով գնում եմ Ֆրանսիայից պետք է գնամ Հոլանդիա ու այդ ճանապարհին 7 ժամուկես պետքա գնամ այդ ճանապարհին դա մի հոգի չկա որ հետը խոսած այնտեղ էլ որ իմանում են այդքան էլ շփվող չեն նամանավանդ արտասահմանցիկ գոլը մի քիչ խոսայի լեզուս մի քիչ շատ բացվեր մեկ էլ տենամ այդ երկուսը ռուսերեն են խոսում ուրախացա ասացի ծանոթ լեզու է բան վերջը իմացա ով են նոր ամուսնացած են զույգերի դուս են եկե Եվրոպա ման գալու եւ ասացի բա ով ես ազգությամբ ասաց հայ եմ որ ասաց հայ եմ սիրտս ինձ ուրախացավ ավարտ ինչ լավ է որ ես ինչ լավ է բայց հայերեն չգիտեր շատ թույլ էր խոսում ռուսերեն էին շփվում ես գիտեք землячество չեմ խաղում բայց սիրում եմ հայրենիքը սիրում եմ հայրեն լեզուն սիրում եմ որ նամանավանդ այնտեղ ստեղ կարող է այդքան հայ տենակ սրտները չուրախանա բայց դե շատ ուրախացա Հավատացնում եմ ձեզ, երկինքը երբ որ նայում է, եւ տենում է, որ ասում է землякն է, սա երկնքից է, տեսնում է Սաշային, տեսնում է, ասենք Ռուզանին եւ ասում է, վայ, այս մեր հավատացյալներից է։ Սա մեր երկնային քաղաքացին է։ Ճանաչում եմ ես իրան։ Երկինքը գիտի քեզ։ Եվ Տերն ասում է, ես իմինիներին ճանաչում եմ, գիտեմ։ Միայն մնում է, որ դու հավատաս և դու էլ ճանաչես, դու հավատաս, որ ինքը քեզ ճանաչում է։ Մենք գիտեք ես քարոզից հետո շատ եմ ուզում գնամ իր այդ ժամանակ անցկացնեմ։ Երբ որ ես քարոզը ծնվեց, անընդհատ ուզում եմ, որ գնամ իր առաջ Երևան։ Գնամ ասեմ, Տեր, ինչ ծրագրեր ունես իմ հետ կապված։ Գիտես, վաղվա օրը Աստծուց ծրագրված է քեզ համար, նրանց ովքեր որ Աստծուն են։ Տեսեք, նրանք, որոնք Աստծուց ճանաչված չեն, նրանց համար Աստված բան չի ծրագրել նրանց համար վաղվա օրը, բայց քո վաղվա օրը ծրագրել է Աստված։ Նու իր կամքի համեմատ նկատի ունեմ։ Եթե այս մարդիկ ապաշխարեն, իրանց համար էլ կա բան, բայց խոսքս գնում է նրանց ովքեր որ Իրանն են, վաղվա օրը ծրագրված է։ Երեմիայի մեջ 29-րդ գլխի մեջ է, չէ, 11 խոսքն է, եթե չեմ սխալվում, ինչքան հիշում եմ։ Ասում է, ես գիտեմ ձեզ, որ տամ ձեզ հույսն ու ապագան, եւ դուք կգնաք աղոտ կանեք, եւ ես կլսեմ եւ կպատասխանեմ ձեզ։ Այսինքն ապագան եւ հույս, եթե կարելի է մի հատ դիր, էլի, Երեմիա 29:11, եթե դժվար չի, շատ ծանոթ տեղ է։ Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդներ, ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան եւ հույսը։ Կարծես այնպես բան կա, որ ուզենք չուզենք մենք վաղվա ապագան գնում ենք, բայց կարող ես ստեղ գնալ, կարող ես ստեղ գնալ։ Բայց Աստված բան է որոշել, ապագա է որոշել քեզ համար, ապագա է կերտել քեզ համար։ Դու կարող ես այդ պայծառ ապագային հասնել։ Երբ որ ասում է Աստված ճանաչում է քեզ, նկատի ունի եւ քո երեկվա օրն է ճանաչում, եւ այսօրվա օրը, եւ վաղվա օրն էլ գիտի քեզ համար։ Համ երեկվա օրն էր որոշված, համ այսօրվա օրը, համ քո վաղվա օրն է որոշված։ Մեզ պետք է ուղղակի գնանք Աստծո ետևից, գնանք Աստծո ճանապարհների մեջ, որ հասնենք այն տեղին, որտեղ Աստված է որոշել։ Այն կետին հասնենք, որ Աստված է որոշել։ Մի հատ կարճ բան էլ ասեմ, նոր անցնեմ առաջ։ Երբ որ երեխաները մեծանում են մենք սկսում ենք իրանց ապագան կերտել։ Ծնողների մի
կոպիտ սխալ կա, որ անում են, որ իրանք են երեխեքի ապագան որոշում։ Մի արեք այտենց, թող երեխաները իրանք օգնեցեք դուք իրանց։ Օգնեցեք, որոշեցեք եւ այլն, բայց ընտրելու հնարավորություն տվեք, որովհետեւ Աստված էլ ձեր հետ այդպես է վարվում։ Թեկուս ապագան պատրաստել է, բայց ընտրելու հնարավորություն է տալիս քեզ։ Դուք սովորացրեք որնա բարին, որնա չարը։ Եվ հնարավորություն տվեք թող ընտրի։ Մի խոսքով, որ ինչ եմ ուզում ասել, մենք որ որոշում ենք կայացնում երեխեքի համար ապագան, սաղ որոշում ենք, արդեն մենք գիտենք սրանից 10 տարի հետո որտեղ աշխատելու, որտեղ ապրելու, որ իր կվարձիրան որնա լինելու, իր ինքը եւ այլն, եւ ցավալիորեն այնքան sense մինչեւ անգամ որոշում ենք ում հետ ամուսնանալու եւ այս խեղճը իր կյանքը չունի։ Ես ուզում եմ ազատ թողնեք այս մասը։ 20 տարի ունեք, դաստիարակեցեք, կրթեցեք, ոչ թե ազատ թողեք ինչ ուզում անի, այլ օգնեցեք իրան ճիշտ ընտրություն անի, բայց թող ինքը ընտրություն անի։ Մեզ թվում է միշտ մենք ճիշտ ենք։ Ինչ ասում ենք, մենք ենք ճիշտ։ Բայց ժամանակ, օրինակ Նարեկս երբ որ ասեց, պապ, ուզում եմ այդ վարսավարություն սովորեմ, ախպեր ասեց, քո բանը չի։ Ես քո ձեռագիրը տեսել եմ, ահա որ վատ ես գրում։ Բայց որ ես ինքնա կտրե։ Ճիշտն ասած, այսօր վեներային ասեմ, ոչ մեկ իմ մազերը տես լավ չի կարող կտրի, ոնց որ այդ երեխան, այդ ինչ լավ է կտրում։ Հիմա տես մի բան ասեմ, ինչ կլիներ, երբ որ ասեի, չէ, դու պետքա ոչ թե վարսավարություն, դու տաքսի պիտի քշես անպայման, կամ պետքա մի բան որոշեմ, էլի ասեմ։ Հա, կամ շնորհ որ չի սոն թո դեպուտատ լինի, թող լինի։ Բայց գիտես, ես հարգում եմ իր որոշումները։ Ես ճանաչում եմ իմիններին։ Աստված ասում է, ես իմինիներին գիտեմ։ Սա եմ ուզում ասել, որ մենք մարդ լինելով լավն ենք ուզում մեր երեխեքի համար, բայց քանի որ վաղվա օրը չգիտենք, մենք հաճախակի կարող ենք եւ ճիշտ, կարող ենք եւ սխալվել, բայց Աստված մարդ չի, որ սխալվի։ Աստված միշտ ճշմարիտ է եւ ինքը քո տեղը չի որոշելու։ Աստված թողել է քո որոշմանը, քո ընտրությանը։ Աստված նախասահմանել է լավ բաներ, բայց դու պետքա դրան համաձայնես, դու պետքա դրան։ Օրինակ, այնտեղ ասում է շարունակության մեջ բեր ասենք 11-ի 12-րդ խոսքը, հաջորդ խոսքը։ Եվ դուք կկանչեք ինձ, կգնաք ու աղոտ կանեք դեպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ։ Իսկ եթե դուք չգնաք, չկանչեք, չաղոթեք, ես չեմ կարող այդ ապագան, որ պատրաստել եմ ձեզ տամ, ձեր բաժինն էլ կա։ Եվ դուք կանչեք ինձ, կգնաք աղոտ կանեք դեպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ։ 13 խոսքներ կարդանք, եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որտեւ ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով։ Դե քարոզის մեջից դուրս էր էսի, պրոստը էսի, ոնց որ լրացուցիչ ուզեցի ասեմ, տեղի կասնեմ, որ ապագան կա, Աստծոց պատրաստված։ Եվ վերջապես ուզում եմ գամ ավարտին, վերջին խոսքը։ Առաջին Կորինթացիս 8-2-ից 3-ը։ Ինչա մեր քարոզի վերնագիրը, որ Աստված ճանաչի մեզ։ Եթե մեկը կարծում է, թե բան գիտի, նա դեռ բան չգիտի։ Վերստեք արդենք, բայց եթե մեկը կարծում է, թե բան գիտի, նա դեռ բան չգիտած, ինչպես պետք է գիտենա։ Շարունակությունը։ Բայց եթե մեկը Աստծուն սիրի, նա ճանաչված է Աստծուց։ Ամբողջ քարոզի միտքը ստեղ է տեղավորված, որ նա, ով որ սիրում է Աստծուն, Աստծուց ճանաչվում է։ Սա է մեծ պատվիրանքը, որ սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ զորությունով։ Սիրիր քո Տեր Աստծուն, ինչի, որպիսի դու Աստծուց ճանաչված լինես։ Տեսեք, բեր իմ անձի հետ օրինակը բերեմ։ Եկեղեցում շատ անդամներ կան, որոշների հետ մենք հանդիպումներ ունենք շաբաթը 2-3 անգամ, 5 անգամ, որոշների հետ շաբաթը 1 անգամ, միայն կիրակի օրերը ստեղ ենք տեսնում, որոշների հետ մենք առանձին նաև գործում ենք, հա, իրար հետ ծառայակից ենք, որոշների տուն
կարող եմ ազատ հրավեր ունենալ, գալ, նստել, ձեր հետ ձմերուկ ուտել, կոֆե խմեմ, որոշների տները ընդհանրապես չեմ եղել, ես չգիտեմ, դա չի կարևորը։ Ինչ որ որոշակի չափով ես ձեզ ճանաչում եմ, բայց որոշակի չափով նաև չեմ ճանաչում։ Նույնիսկ իմ ամենամտերիմներին ես որոշակի եմ ճանաչում։ Ամբողջովին չեմ ճանաչում։ Տեր օրհնի ձեզ, ես ձեզ սիրում եմ, հավատում եմ, որ դուք էլ ինձ եք սիրում։ Բայց տեղ Աստված ճանաչողության մեջ մենք որ Աստծուն ճանաչենք, նաև կարևոր է, որ Աստված մեզ ճանաչի։ Եվ սրա համար Աստված էս պատվերն է տվել, որ եթե մեկ Աստծուն սիրի, երբ որ մեկ Աստծուն սիրում է, նա Աստծուց ճանաչվում է, եւ Աստված նրա հետ առանձին աշխատանք անում։ Հիմա այս սրա հետ մի երկու բառ ասեմ, նոր կգամ ավարտին։ Մեկը եթե ասում է ես սիրում եմ Աստծուն, հավատանք դրան։ Վերջ, Աստված ճանաչում է, մի հատ փորձություն է ուղարկել Աստված քո կյանքը։ Դա գիտես ով է, դա քո եկեղեցին է։ Հատուկ ընտրված մարդիկ են, որոնց հետ շատ դժվար է։ Եվ Աստված քեզ ուզում է քո սիրտը քեզ բացի, որ դու հասկանաս, որ եղբորը սիրողը Աստծուն է սիրում, եղբորը չսիրողը Աստծուն չի սիրում։ Հիմա երբ որ ես ասում եմ Աստծուն սիրում եմ, բայց եղբորս չեմ սիրում, հետո կարծում եմ, որ Աստված արդեն ինձ ճանաչում է, ես սխալվում եմ։ Մենք կկանգնենք Աստծո առաջ, ես չեմ ուզում, որ լսենք, որ ով անօրություն գործողներ, հեռու գնացեք ինձանից, որովհետև եթե դու չես սիրում քո եղբորը, դա անօրություն է։ Դա հենց կոնկրետ այդ դեպքն է, երբ որ Աստված կասի քեզ չեմ ճանաչում, որովհետև դու չես սիրում Աստծուն։ Որովհետև եթե սիրեիր Աստծուն, Աստծո ժողովրդին էլ կսիրեիր։ Որովհետև եթե սիրես Աստծուն, գիտեք, Աստծո զորությունը սրանում է կայանում, որ Աստված փոխում է, նոր սիրտ է տալի։ Մեր հին չափանիշներով չի գործում Աստված։ Մեր հին զգացմունքների մեջ չի ներգործում, այլ ապաշխարությամբ մենք նոր սիրտ ենք ստանում, նոր զգացմունքներ, նորովի ներգործություններ կան Աստծո կողմից։ Եվ երեք խոսում էինք եղբայրներից մեկի հետ, Մոսկվա խոսում էի եւ ասացի մի քիչ գերհոգնած էի եւ ասացի Հակոբ աղբոր հետ էինք խոսում, որ մի տեսակ հոգնել եմ, մի տեսակ ասացի դժվարություն է, հետո հասկացել եմ, որ բոլոր մարդիկ նույնն են, ասավ աղբեր ինչ ա եղել, ասում եմ բոլորը ունեն հին եւ նոր բնություն։ Բոլոր մարդիկ ունեն հինը եւ երբեք չես կարող ասել այս մարդու հին բնությունը իմ հին բնությունից մեղավոր է։ Այնպես չի որ ասենք Ռոբերտի հին մարդը իմ հին մարդուց ավելի մեղավոր է։ Մենք բոլորս էլ նույնն ենք։ Մեկը շատ է ինչ որ բան, նույնիսկ հինը ինչ որ հասկացողություն որ ձեռք է բերել, դա չի արդարացում Աստծո կողմից։ Կարևորը նոր էությունը, նոր բնությունը։ Աստված դրան է ճանաչում, այդ նորին է ճանաչում, որ Քրիստոսի պատկերը ու կրումը, որ Քրիստոսի կերպարն է կրում։ Դրա համար մենք երբ որ սկսում ենք գործել, օրինակ իմ հին բնությամբ, ես ինձ ընկերներ կընտրեմ, մի օր էլ կկռվեմ, մի օր էլ չեմ սիրի, մի օր կսիրեմ, մի օր էլ չեմ սիրի, բայց Աստծո բնությունը այդպիսին չի։ Դրա համար Աստված ինքն է ընտրել, ով լինի քո կողքին, Աստված ինքն է որոշել, ով լինի քո կողքին։ Եվ թե հասկանանք, որ մենք վերստին ծնունդ ունենք, թե չէ։ Որ մենք հասկանանք, եթե վերստին ծնունդ ունենք, ինչքան հեռու ենք Աստծո բնությունից, ինչքան ենք մտերիմ Աստծո հետ, որովհետև երբ որ Աստծո հոգով ես գործում, չգիտեմ հասկանում ես ինչ եմ ասում, եթե Աստծո հոգով ես գործում, դժվար չի սիրելը,
Բայց առանց Աստծո շատ դժվար է տանելը, հանդուրժելը։ Մենք երեսը չենք ուզում տենանք, պատկերը չենք ուզում տենանք։ Դժվար է, բայց Աստծո բնությունը, այդ Աստծո հոգին մեզ նոր սիրտ է տալի, նորովի մտածելակերպ է տալի։ Դու սկսում ես Քրիստոսի պես մտածել եւ դրա համար ասենք, եթե սիրում ես, երբ որ սիրում ես, մի հատ նորից դիր այդ տեղը էլի, բայց եթե մեկը Աստծուն սիրե, նա ճանաչված է նրանից, արդեն ճանաչված է։ Աստծուն սիրելը զուգահեռ է սիրել եղբորը։ Աստծուն եղբորը չսիրելը զուգահեռ է չսիրել Աստծուն։ Չես կարող ասես, ես Աստծուն շատ եմ սիրում, բայց սրան կամ եղբորս կամ այս մեկին չեմ սիրում։ Դա ճիշտ չի։ Դա ես ասում եմ հատուկ նպատակով, որ կարողանանք տեսնել, որ ինչքանով ենք ճանաչված Աստծուց։ Ամեն։ Տերը ձեզ շատ օրհնի։ Չգիտեմ, այս քարոզը ինչքան ձեզ կպավ, բայց ուզում եմ մտածենք այս ուղղությամբ, որ Աստված ճանաչի մեզ։ Աստված քո արած ոչ մի գործ չի կորցում։ Քո արած ոչ մի ներդրումը չի կորցում։ Գնում է հիշողությանն Աստծո մոտ։ Եթե մտածում ես, որ մեկին օգնել ես, մեկին ողորմացել ես, կորածա կորած չի։ Աստված տեսնում է եւ հատուցում ունի դրա դեմ։ Բայց ուզում եմ, որ իմանանք, որ երբ որ մենք սիրում ենք Աստծուն, Աստված մեզ ճանաչում է։ Աստծուց մենք ճանաչվում ենք։ Տերը օրհնի։ Ավելի շուտ է ճանաչվել բառը, որպեսզի հայերենում մենք քիչ ենք օգտագործում։ Աստված պրիզնատ է գալի քեզ։ Շատ կարևոր է, որ ոչ թե մենակ մենք ասենք ճանաչում ենք Աստծուն, այլ Աստված էլ մեզ ճանաչի, Աստված էլ մեզ պրիզնատ կա։ Եկեք կանգնենք աղոթքի։ Աստծո կնիքը սրա վրա է, փեչատը, որ Աստված ճանաչում է նրանց, ովքեր իրանն են։ Աստված իրանիներին ճանաչում է, սա է Աստծո փեչատը։